Երբ պատերազմի հետ բանակային արխիվները բացեցին 1999 թվականին, 3 էջ բացակայում էր թիվ 276 գործից։ Ոչ մի պատճառաբանություն, ոչ մի ծանուցում։ Պարզապես դատարկ տեղ, փաստաթղթերի կույտի մեջ, որտեղ պետք է լիներ Մանվել Գրիգորյանի անունը։ Այն էջերը, որոնք կարող էին բացատրել, թե ինչու սպարապետը, անպարտելի Վազգեն Սարգսյանը, հեռու է մնում այն մարդուց, ով պաշտոնապես համարվում էր նրա դաշնակիցը։ Այդ փաստաթղթերի բացակայությունը չէր պատահականություն, այն էր հարց, որ հետապնդում էր բոլոր նրանց, ովքեր փորձեցին վերականգնել այն տարիների իրական պատմությունը։ 1956 թվականին փոքրիկ Աբովյան քաղաքում ծնվեց տղա, որի կյանքը պետք է դառնար լեգենդ եւ միստերիա միաժամանակ։ Մանվել Գրիգորյանը մեծացավ այնպիսի ժամանակաշրջանում, երբ Խորհրդային Միությունը թվում էր անշարժ եւ հավերժական, սակայն պատերազմը, որն իր սերունդին պարտադրվեց, փոխեց ամեն ինչ։ Նրա ընտանիքի մասին խոսում էին քիչ։ Հազվադեպ էին տեսակցությունները պատմության բանների հետ, եւ նույնիսկ համրացանները, ովքեր ծառայել են նրա հետ, խոսեցին այն պարզ ձևով, որը ծնում էր ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։ Բայց այն, ինչ հայտնի է, հետաքրքիր է իր մռայլությամբ։ Մանվելը երբեք չափահաս չդարձավ առանց պատերազմի դժոխքի։ Հենց այս դժոխքում էր, որ նա վաստակեց Ջալալ այն մականունը, որն իր կյանքի համար դարձավ եւ պարծանք, եւ անեծք միաժամանակ։ Նրա վաղ տարիները տարածված էին անորոշ գծերով։ Որոշները հիշում էին նրան որպես լուրջ, փակ երիտասարդ, ով խոսում էր քիչ, բայց երբ խոսում էր, նրա խոսքերն ունեին քաշ։ Ուրիշները պատմում էին նրա մասին որպես նրա, ով միշտ էր փնտրում իշխանություն եւ հարգանք, այնտեղ, որտեղ կարող էր դրան գտնել։ Բայց բոլորը համաձայն էին մեկ բանի մեջ։ Երբ Ղարաբաղյան պատերազմը սկսվեց, Մանվելը իր տեղը գտավ։ Նա դարձավ հրամանատար, ով հանգստանում էր միայն երբ կռվում էր։ Նա կազմակերպեց հատուկ ջոկատներ, որոնք գործում էին հակառակորդի հետևում, եւ նրա մոտ չկար համբերություն այն բանի նկատմամբ, ինչ նա համարում էր թուլություն։ Պատերազմը նրան տվեց ամեն ինչ նա փնտրում էր՝ հեղինակություն, վախ, հարգանք եւ հաղթանակ։ Բայց այդ նույն պատերազմում էր, որ Մանվելը առաջին անգամ բախվեց մարդուն, ով դարձավ նրա ամենակարևոր եւ ամենաբարդ հակադրությունը։ Վազգեն Սարգսյանը, սպարապետը, որին ժողովուրդը պաշտում էր եւ որը համարվում էր պատերազմի հոգին։ Վազգենը չէր նման մյուս գեներալներին, նա էր ավելին, քան զինվորական հրամանատար։ Նա էր այն մարդը, ով կարողանում էր խոսել եւ կուրծքավորել զինվորին առաջնագծում եւ հավասարապես համոզիչ բանակցել միջազգային դիվանագետների հետ Ժնևում։ Սպարապետը չէր սիրում գործողությունները, որոնք պղծում էին պատերազմի արժանապատվությունը, եւ երբ նա լսեց առաջին հրացանոթաձևերը Մանվելի մոտ, ավարների հավաքումը, դրանք նրան խանգարեցին։ Բայց դա ընդամենը սկիզբն էր։ 1994 թվականին տեղի ունեցավ դեպք, որն այսօր շատերը հիշում են որպես առասպել։ Մյուսներն անվանում են դա լուրստախոս, իսկ երրորդները պնդում են, որ դա էր իրականությունը, որը թաքցված էր տասնամյակներ շարունակ։ Լիքը փաստաթղթեր չկան, բայց այն մարդիկ, ովքեր կանգնած էին պատի հետևում, այն օրը չեն կարող մոռանալ։ Որոշ համաձայնականության մեջ էին հաջորդող պատմություններն ավելի շատ, քան թույլատրելի էր պատահականության համար։ Այդ տարին Ստեփանակերտում կայացած մի հավաքում, որին մասնակցում էին հրամանատարներ տարբեր ուղղություններից, սպարապետը մտավ դահլիճ իր բնորոշ համեստությամբ, որը միշտ հակադրվում էր իշխանազորփություններին, որոնք հայտնվում էին պատերազմի բաց թողումներից։ Մանվելը նստած էր երրորդ շարքում, ստորաբաժանման բարձրաստիճան ժամանցիկների հետ։ Երբ Վազգենը սկսեց խոսել հանրության հետ պատերազմի եթիկայի եւ էթիկայի եւ անհրաժեշտության մասին, պահպանել հայ ժողովրդի պատիվը նույնիսկ առավել դժվար պայմաններում, նա գումարեց իր արտահայտությունները մեկ մտքով, որը թվում էր նպատակաուղղված։ Մենք պատերազմում ենք ազատության համար, ոչ թե անձնական բազմությունների համար, ասաց նա, եւ նրա հայացքը մի վայրկյան կայանեց Մանվելի վրա։ Դա էր բավարար։ Մի քանի վայրկյան լռություն, որի ընթացքում դահլիճի մեջ կարծես ժամանակը կանգնեց, եւ Մանվելը անմիջապես հասկացավ, որ այդ խոսքերը ուղղված էին նրան։ Հավաքումից հետո, երբ հրամանատարները հեռանում էին, Մանվելը փորձեց մոտենալ սպարապետին, բացատրել, արդարացնել կամ գուցե պարզապես ձեռք թնդանալ, ցույց տալու, որ նրանք մնում են համախոհներ։ Բայց Վազգենը դարձավ դեպի նրան, նայեց ուղիղ աչքերի մեջ եւ անգամ ձեռք չմեկնեց։ Այդ պահը հիշում են 3 զինվորներ, ովքեր այն օրը սպասվում էին իրենց հրամանատարին, եւ յուրաքանչյուր նրանցից հետագայում նույն մանրամասներով պատմեց այդ դեպքը։ Սպարապետը պարզապես շրջվեց եւ հեռացավ, իսկ Մանվելը մնաց կանգնած, իր ձեռքը դեռ կիսաբաց, որպես ընդունակություն այն ձեռքսեղման, որը երբեք չտեղի ունեցավ։ Այդ օրից հետո ոմանք պատմում էին, որ Մանվելի դեմքը փոխվեց։
Նա դարձավ ավելի ճարպիկ, ավելի ածխյուղ եւ ավելի պաշտպանական։ Իսկ ինչն առաջացրեց այդպիսի սառույց միջև երկու հրամանատարների, ովքեր պաշտոնական փաստաթղթերով համարվում էին դաշնակիցներ։ Վազգենը համոզված էր, որ պատերազմը պետք է մաքուր լիներ, որ հայերը պետք է դուրս գային դրանից հաղթական, ոչ թե որպես թալանչիներ, այլ որպես բարոյականության մարտիկներ։ Նա հավատում էր, որ ինչ-որ բաներ պետք է արգելված լինեին, նույնիսկ պատերազմում, եւ նա երբեք չթողնեց իր մարդկանց անել բաներ, որոնք նրան ստիպում էին ամաչել։ Ինչ վերաբերում է Մանվելին, նա տեսնում էր պատերազմը տարբեր լինելու միջոց։ Նա ծնվել էր չկաբանի մեջ եւ ուներ ամեն ինչ ստանալու հնարավորություն պատերազմի խառնաշփոթում, եւ նա օգտագործեց այն հնարավորությունը։ Նրա տանը սկսեցին հանդիպել ավարները, հին զենքեր, հինավուրց հեռուստացույցներ, մեքենաներ, որոնք պատկանել էին մարդկանց, ովքեր թողել էին իրենց տները փախչելով հակառակորդի առաջ խաղացումից։ Մանվելը հիմնավորում էր սրանք իր մարտիկներին որպես շահույթ, որպես արդար վարձատրություն իրենց զոհաբերությունների համար։ Բայց Սպարապետը տեսավ դրանում ուրիշ բան՝ սկիզբը վերջավորությունության, որը կարող էր ոչնչացնել նրանց հաղթանակի բարոյական արժեքը։ Այդ ատելությունը, որը ծագեց այդ օրը Ստեփանակերտում, երբեք չդադարեց։ Դա դարձավ երկու մարդկանց միջև սառը պատերազմ, որը տևեց մինչև վերջ։ Սպարապետը վերահսկում էր Մանվելին հեռվից, սահմանափակում էր նրա արարքները որտեղ կարող էր, երբեմն բացահայտորեն արգելում էր որոշակի գործողություններ։ Իսկ Մանվելը շարունակեց իր ճանապարհով, հավաքում էր ավելին ու ավելին, ստեղծում էր իր փոքրիկ կայսրությունը պատերազմի տարաժամային ստվերներում։ 2 տարի առաջ, մինչև Սպարապետի ողբերգական ավարտը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, հրավիրված էր երկրորդ հանդիպում, ավելի մասնավոր, որտեղ այդ երկուսը պետք է վերջապես խոսեին պարզ։ Այդ երեկո Երևանում տեղի ունեցավ բան, որի մասին գիտեն շատ քիչ մարդիկ։ Սպարապետը հավաքել էր փոքրիկ խումբ հրամանատարների, որոնք նրա համար էին իսկական հայրենասերներ։ Մանվելը չէր հրավիրված։ Երբ նա իմացավ այդ հավաքման մասին, հենց հաջորդ օրը լուրերից, նա հասկացավ, որ Սպարապետը նրան նշանակել էր հարց, որին պատասխանել անհնար էր։ Միևնույն ժամանակ Մանվելին սկսեցին գալ հրավերներ դեպի փակ հավաքումներ որոշ քաղաքական խմբերից, ովքեր համակրում էին Սպարապետի հակառակորդներին։ Մանվելը ընդունեց այդ հրավերներից մի քանիսը, գուցե խելքի, գուցե հույս ունենալով, որ կարող է գտնել նոր դաշնակիցներ։ Բայց այդ խելքն էր սխալ, քանի որ երբ Սպարապետը իմացավ Մանվելի այցելությունների մասին, նա վերջնականորեն տարանջատեց հարաբերությունները։ Հետագա տարիների ընթացքում այդ բաժանումը միայն խորացավ։ Սպարապետը դարձավ Հայաստանի պաշտպանության նախարար եւ վարչապետ, իսկ Մանվելը մնաց գեներալ, մեծ պատիվ ունեցող, բայց միշտ կասկածի տակ։ Սպարապետը արգելեց նրան մասնակցել որոշ գործառույթների եւ երբեք չընդունեց մասնավոր հանդիպում։ Մանվելի ապագան հասավ ակնկալելի կատաստրոֆա 1999 թվականի հոկտեմբերին, երբ Սպարապետը սպանվեց խորհրդարանի հրաձգության ընթացքում։ Մանվելը նույն օրը կանգնած էր Երևան քաղաքից 140 կիլոմետր հեռավորության վրա, իր տանը էջմիածնում, երբ լսեց նորությունը հեռուստացույցից։ Բացակայում են ականատեսների հաշվետվությունները Մանվելի առաջին արձագանքի մասին այդ նորությանը։ Նրա ընտանիքի անդամները պնդում են, որ նա լրջորեն վիշտ էր զգում, որ ողբած Սպարապետի կորստի համար։ Ուրիշները պատմում են, որ նա մնաց լուռ, չգիտեր ինչ ասել, կամ հնարավոր է վախեցավ նույն բանը, որ սկսված քննությունը կարող էր անցնել նրա վրա։ Ճշմարտությունը ինչ էլ որ լինի, հնում է մթության մեջ, բայց մեկ բան հաստատված է. երբ Սպարապետը վախճանվեց, բացվեց դուռ, որը Մանվելի համար էր մինչ այդ փակ։ Առանց Վազգենի վերահսկողության Մանվելը կարողացավ ընդլայնել իր ազդեցությունը, կարողացավ հետագայում դառնալ դեպուտատ, գտնել հովանավորներ բարձրագույն էլիտայի մեջ եւ երկար տարիներ ապրել կրծքավանդակով լի արժեքներով, որոնք չէին պատկանում նրան։ Բայց երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Սպարապետի դիակը ընկավ պարլամենտի տիգորքի վրա, մի փաստաթուղթ դեռևս գտնվում էր գաղտնի արխիվում։ Մեկ փաստաթուղթ, որը գրել էր Վազգենը իր անձնական բլոկնոտում 3 ամիս առաջ, նրա վերջին տարվա ընթացքում։ Այն ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չէր, ոչ մի հրավեր, ոչ մի զեկույց։ Սա ընդամենը մի գրառում էր, գրված ձեռագրով, որը ասում էր. Մանվելը պետք է արձագանքվի, վաղը կամ քառորդ, բայց պատասխանատվությունը պետք է գա։ Այդ գրառումը երբեք չդարձավ պաշտոնական հրաման, եւ Սպարապետի մահից հետո այն դրվեց արխիվ, զուգորդված այլ անձնական գրառումների հետ, որոնք երբեք չհրապարակվեցին։ 1999 դարձավ վերջավորությունը պատերազմի էպոքայի, բայց սկիզբը նոր հարցերի, որոնք Հայաստանը ծնկում էր տարիներ շարունակ։ Մանվելը շարունակեց իր կյանքը, ստանալով հարգանք որպես պատերազմի հերոս, ստանալով ընտրական մանդատներ,
մարդկանցից, ովքեր հիշում էին նրան որպես Ջալալ հրամանատարին, ով պաշտպանում էր Արցախի սահմանները։ Բայց նույնիսկ նրա ամենամոտ համախոհները գիտեին, որ կայացավ մի բան, որը անջրպետ էր դարձնում Մանվելին եւ Սպարապետին։ Պատերազմի ավարտից հետո, երբ Ղարաբաղը հանդարտվեց եւ կրակոցները կանգ առան, երկիրը դարձավ դեպի վերականգնում, բայց Մանվելի համար այն եղավ վերականգնման ուրիշ տեսակ։ Նա սկսեց վերականգնել այն հարստության պահարանը, որը միայն սկսած էր պատերազմի ընթացքում։ Նրա տունը Էջմիածնում դարձավ լեգենդար, ոչ թե դրա ճարտարապետության համար, այլ դրա պարունակության համար։ Մարդիկ սկսեցին խոսել մի ամբողջ թանգարանի մասին, որը միայն Մանվելի եւ նրա ընտանիքի համար էր։ Հին մեքենաներ, պատերազմական շարժական բնակատեղեր, զինվորական տեխնիկա, նույնիսկ հիվանդանոցային սարքավորումներ։ Ամեն ինչ, որ կարող էր հետաքրքրել կոլեկցիոներ կամ պարզապես հաճույք տալ ունենալու գերազանցություն մյուսների նկատմամբ։ Պատմություն, որը տարածվեց ավելի ուշ, նկարագրում է տարօրինակ դեպք 1996 թվականին։ Մի հայ լրագրող, ով մի անգամ աշխատել էր զինված ուժերի մամուլի ծառայության մեջ, ստացավ առաջին մեծ հարցազրույց Մանվելի հետ 10 տարի ընթացքում։ Դա պետք է լիներ ծրագիր, որը նշում էր նրա ներդրումը պատերազմում եւ նրա ներկա քաղաքական կարիերան դեպուտատ որպես։ Բայց լրագրողը, որի անունն էր Դավիթ Պետրոսյանը, ունեցավ այլ պլաններ։ Նա բերեց ձայնագրող եւ տեսախցիկ, ինչպես համաձայնված էր, բայց ընթացքում նա հարցրեց մի հարց, որն Մանվելը պատրաստված չէր պատասխանելու։ Ինչու Վազգեն Սարգսյանը ձեզ երբեք չի հանդիպել մասնավոր։ Այդ հարցը կախված մնաց օդում, ինչպես դանակ։ Դավիթ Պետրոսյանը հիշում է, թե ինչպես Մանվելի դեմքը փոխվեց մի վայրկյանում։ Նրա աչքերը, որոնք վայրկյան առաջ ժպտում էին իր պատերազմական հիշողությունների մասին, հանկարծ դառնացան սառույց, պատմում է Դավիթը 30 տարի անց, երբ վերջապես համաձայնվեց խոսել այդ հարցազրույցի մասին։ Նա նայեց ինձ այնպես, ինչպես նա նայում էր հակառակորդին դիրքերում, եւ ես հասկացա, որ անցել եմ անտանելի գիծը։ Տեսախցիկը շարունակում էր աշխատել։ Այդ 32 վայրկյանը, որի ընթացքում Մանվելը լռում էր, պահպանվել է ձայնագրության մեջ, բայց այն երբեք չհրապարակվեց։ Դավիթը պատմում է, որ այդ լռությունը ավելի իմաստալից էր, քան ցանկացած պատասխան։ Նա չհերքեց, չմերժեց, նույնիսկ չփորձեց արդարացնել, հիշում է լրագրողը։ Նա պարզապես կանգնեց իր աթոռից, անջատեց իր միկրոֆոնը եւ ասաց 5 բառ. հարցազրույցը ավարտված է այսօր։ 7 րոպե անց մենք արդեն դուրս էինք նրա տնից, իսկ 2 տարի հետո ինձ հեռացրին հեռուստաընկերությունից բացատրություններ ճտատրություններ չտալով։ Բայց Դավիթը եզակի չէր իր փորձով։ 3 ուրիշ լրագրողներ, ովքեր փորձեցին նման հարցեր տալ Մանվելին 1997-ից 1998 թվականների միջև, հանդիպեցին համանման արձագանքին։ Լուսինե Ավակյանը, պատվավոր թղթակիցը, ով աշխատում էր Ելեքից մեծագույն լրատվական գործակալության համար, հիշում է, թե ինչպես նրա խմբագիրը արգելեց հրապարակել նյութը Մանվելի մասին։ Նրանք ասացին, որ այդ նյութը վտանգավոր է քաղաքական հավասարակշռության համար, պատմում է Լուսինեն։ Բայց իրականում ինչը վտանգավոր էր, ճշմարտությունը։ Եթե լրագրողների վկայություններն անհանգստացնող էին, ապա հաջորդ պատմությունը դարձավ ավելի մտահոգիչ։ Ավելի հետաքրքիր էր երրորդ վկան, Արամ Մարտիրոսյանը, ով զինվորական էր Մանվելի ստորաբաժանման մեջ պատերազմի ժամանակ։ Նա համաձայնվեց խոսել միայն 2 պայմանով՝ անանուն մնալու եւ հանդիպելու միայն ուրբաթ երեկոյան, երբ իր պահակները փոխում էին։ Ես տեսա բաներ, որոնք ոչ ոք չպետք է տեսներ, ասաց Արամը, նստած փակ սրճարանում Երևանի արվարձանում։ Մանվելը պարգևում էր իր մարտիկներին նվերներով, որոնք ստացված էին լքված տներից։ Մեքենաներ, գորգեր, ոսկեղեն։ Նա ասում էր, որ դրանք շահույթներ են, որ մենք արժանի ենք, բայց մենք գիտեինք, որ դրանք պատկանում էին հայ ընտանիքներին, ովքեր փախել էին պատերազմից։ Արամը շարունակում է իր պատմությունը եւ նրա ձայնը դողում է։ Վազգեն Սարգսյանը եկավ մեր դիրքեր 1993 թվականի մարտին։ Նա խոսեց մեզ հետ առանց Մանվելի ներկայության։ Նա հարցրեց մեզ, թե արդյոք մենք գիտեինք, թե որտեղից գալիս են այդ նվերները։ Մենք լռեցինք, բայց Սպարապետը հասկացավ մեր լռությունը։ Նա ասաց մի բան, որը ես երբեք չմոռացա։ Եթե դուք պատիվ ունեք, դուք կվերադարձնեք այդ բաները նրանց իրական տերերին։ Եթե ոչ, դուք ապրելու եք ձեր կյանքը ամաչելով։ 2 շաբաթ անց Սպարապետը տեղափոխեց մեր ամբողջ ստորաբաժանումը ուրիշ հրամանատարի տակ։ Այս պատմությունը հաստատում են 2 ուրիշ զինվորներ, ովքեր ծառայել են Մանվելի հետ։ Հովհաննես Գրիգորյանը եւ Սուրեն Աբրահամյանը, երկուսն էլ այժմ կենսաթոշակառուներ, անկախ միմյանցից պատմեցին նույն դեպքը, ավելացնելով մանրամասներ, որոնք իրար լրացնում էին։ Սպարապետը չփակեց Մանվելի վրա աչքերը պատահականությամբ, ասում է Հովհաննեսը։
Նա փորձում էր փրկել մեր պատվի ազգի համար։ Նա գիտեր, որ եթե Մանվելը շարունակեր այդպես վարվել, պատերազմի հաղթանակը կլվանար թալանչի փառքով։ Սուրենը ավելացնում է տարօրինակ մանրամասներ։ Մի օր 1993 թվականի ամռանը մենք տեղափոխվեցինք մի հին տուն, որն օգտագործվում էր որպես պահեստ։ Այնտեղ էին կուտակված հարյուրավոր իրեր, հին ժամացույցներ, արծաթե սպասք, նույնիսկ բժշկական սարքավորումներ։ Մանվելը պնդում էր, որ դրանք գտած ենք դատակ տներում, բայց ես տեսա մի ընտանիքի լուսանկարը, մի արկղի մեջ։ Այդ լուսանկարում հայ ընտանիքը նստած էր իրենց սեղանի շուրջը, եւ ես ճանաչեցի այդ սեղանը, որովհետեւ այն նույն սեղանն էր, որը հիմա կանգնած էր Մանվելի գրասենյակում։ Այս վկայություններն անհնար էր անտեսել, բայց նրանք մնացին խորուրդ ու պատառաքաղ հիշողություններ, որոնք երբեք չդարձան պաշտոնական քննություն։ Երբ 1999 թվականի հոկտեմբերին սպարապետը սպանվեց, բոլոր այդ վկաները լռեցին։ Ոմանք վախից, ուրիշները խելամտությունից, երրորդները պարզապես ուզեցին մոռանալ, բայց մեկը չմոռացավ։ Անի Հարությունյանը, պատմաբան եւ հետազոտող լրագրող, նվիրեց իր կյանքի 6 տարին փորձելով վերականգնել ճշմարտությունը Մանվելի եւ սպարապետի հարաբերությունների մասին։ Նա հարցազրույց վերցրեց 172 մարդկանցից, զինվորներից մինչև դիվանագետներ։ Նրա հետազոտության արդյունքները հրապարակվեցին 1999 թվականի մայիսին, 5 ամիս առաջ սպարապետի սպանությունից, մի փոքր անկախ պարբերականում, որն ընդամենը 3 ամիս գոյություն ունեցավ մինչև փակվելը։ Երբ ես հարցրեցի Մանվելին հարցազրույց, նա մերժեց, հիշում է Անին։ Բայց երբ հարցրեցի նրա մոտակա 10 զինվորներին, յուրաքանչյուրը պատմեց նույն պատմությունը, տարբեր խոսքերով, բայց նույն իմաստով։ Վազգեն Սարգսյանը չի սիրում Մանվելին, եւ պատճառը այն էր, որ Մանվելը փորձում էր շահույթ քաղել պատերազմից, որը սպարապետը համարում էր սրբազան։ Եթե վկայությունները տպավորիչ էին, ապա այն, ինչ Անին գտավ արխիվներում, դարձավ ավելի մտահոգիչ։ Անի Հարությունյանի հետազոտությունը պարունակում է մեկ հատուկ ընդգծված դեպք, որը չի նշված պաշտոնական պատմության մեջ։ 1993 թվականի օգոստոսին, երբ հրադադարը ստորագրվեց Մոսկվայում, վերադարձող զինվորական պատվիրակությունը բաղկացած էր 80-րդ անդամից։ Մանվելը նախատեսված էր լինելու այդ պատվիրակության մաս, բայց վերջին պահին նրան փոխարինեց ուրիշ հրամանատար։ Պաշտոնական բացատրությունը եղավ, որ Մանվելը հիվանդացել էր, գրում է Անին։ Բայց 3 տարբեր աղբյուրներ հաստատեցին, որ այն օրը Մանվելը կայացավ առողջ եւ տեսանելի իր բազայում Մարտունիում։ Իրական պատճառը եղավ, որ սպարապետը անձամբ պահանջեց հանել նրա անունը ցուցակից։ Բայց ամենահետաքրքիրը գալիս է Անի հետազոտության վերջին էջերում։ Նա գտավ մի փաստաթուղթ, գաղտնագրված նամակ, որը ուղարկել էր Վազգեն Սարգսյանը իր մերձավոր օգնականին, Սերժ Սարգսյանին, 1995 թվականի փետրվարին։ Այդ նամակը, որը Անին գտավ պատահականությամբ մի հին արխիվում Ստեփանակերտում, պարունակում էր 5 կարճ նախադասություններ։ Մանվելի պահանջները դառնում են անընդունելի։ Նա ուզում է կառավարական պաշտոն, որ շարունակի իր գործունեությունը։ Մենք չենք կարող թույլ տալ սրան։ Նրան պետք է զսպել հիմա, այլապես նա դառնալու է հիվանդություն։ Հետևեք իր շարժումներին եւ զեկուցեք ինձ ամեն շաբաթ։ Երբ Անի Հարությունյանը ցույց տվեց այդ նամակը 3 անկախ փորձագետների, բոլորը հաստատեցին, որ ստորագրությունը համապատասխանում էր սպարապետի ձեռագրին։ Բայց երբ նա փորձեց հրապարակել այդ նամակը, պարբերականը փակվեց եւ Անին ստացավ սպառնալիքներ անհայտ աղբյուրներից։ Ինձ ասացին, որ եթե շարունակեմ, ես կմտնեմ վտանգի գոտի, պատմում է նա։ Բայց ամենավատը եղավ, երբ Մանվելի իրավաբանական թիմը ուղարկեց ինձ նամակ, մեղադրելով զրպարտության մեջ եւ պահանջելով ինձ հանել նյութը շրջանառությունից։ Այդ վկաները, այդ փաստաթղթերը, այդ հիշողությունները բոլորը գծում են պատմություն, որն ավելի բարդ է, քան պաշտոնական պատմագրությունը ցանկանում է ընդունել։ Մանվելը չէր պարզապես պատերազմական հենհերոս։ Նա նաև էր մարդ, ով օգտագործեց պատերազմը հարստանալու համար, եւ սպարապետը չէր պարզապես լիդեր, նա նաև էր մարդ, ով փորձեց կանխել նման փառասիրությունը, նույնիսկ եթե դա նշանակում էր բախվել իր սեփական շարքերում։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը Հայաստանի համար դարձավ վերջավորության օր։ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը եւ եւս 7 մարդիկ սպանվեցին խորհրդարանի դահլիճում մի ահաբեկչության ժամանակ, որը ցնցեց ամբողջ երկիրը։ Պաշտոնական տարբերակը պնդում էր, որ դա եղավ լրագրողների խմբի մենամարտ գործողություն, ով ցանկանում էր հեղաշրջում կատարել։ Բայց մինչև այսօր կան հարցեր, որոնք մնում են առանց պատասխանի։ Մանվել Գրիգորյանը այդ օրը գտնվում էր Էջմիածնում։ Պաշտոնական գրառումները ցույց են տալիս, որ նա մասնակցել է տեղական միջոցառման,
բացելու մի նոր հուշարձան պատերազմի հերոսների համար։ Բայց երկու վկաներ, ովքեր այդ միջոցառման ներկա էին, հիշում են, որ Մանվելը հեռացավ կեսօրին, ասելով, որ ունի անհետաձգելի զանգ։ Նա ստացավ հեռախոսազանգ մոտ 12 ժամին, հիշում է Արմեն Պողոսյանը, ով այդ ժամանակ էր Պաշտպանության նախարարության աշխատակից։ Նա դարձավ բացակայող եւ լարված, որը ես երբեք չէի տեսել նրա մոտ։ Նա հեռացավ իր պահակների հետ եւ չվերադարձավ մինչեւ երեկոյան։ Ահաբեկչությունը տեղի ունեցավ ժամը 5:30 Երբ նորությունը տարածվեց, ամբողջ Հայաստանը սառեց։ Վազգեն Սարգսյանը, անպարտելի սպարապետը, մահացել էր խորհրդարանի գորգի վրա։ Մանվելի առաջին արձագանք այդ նորությանը մնում է գաղտնիք։ Նրա ընտանիքի անդամները հրաժարվում են խոսել այդ օրվա մասին, եւ պաշտոնական գրառումներ չկան նրա միջանկյալ շարժումների մերի մասին հոկտեմբերի 27-ից մինչև 28-ը։ Բայց մի տարօրինակ փաստաթուղթ հայտնվեց 3 տարի անց։ Բժշկական գրառում, որը գտնվում էր Երևանի կենտրոնական հիվանդանոցի արխիվում, ցույց էր տալիս, որ Մանվել Գրիգորյանը ընդունվել է հոկտեմբերի 28-ին, ժամը 3 ժամ առավոտյան, բողոքելով սրտի ցավից։ Բժիշկը, ով ստորագրել է այդ փաստաթուղթը, մահացել է 1203 թվականին, բայց նրա օգնականը, բուժքույր Մարինե Սարգսյանը, հիշում է այդ գիշերը հստակ։ Մանվելը եկավ մեր շտաբ բաժին 3 ժամին, նա շնչահեղձ էր եւ տհաճ տեսք ուներ, պատմում է Մարինեն։ Նա ասաց, որ զգում է սրտի ցավեր եւ չի կարողանում շնչել։ Մենք անմիջապես արեցինք էլեկտրասրտագրություն եւ արդյունքները տարօրինակ էին։ Նրա սիրտը աշխատում էր հատուկ արագ, կարծես նա էր մարաթոն վազում, բայց նա պարզապես նստած էր մեր սենյակում։ Բժիշկը խորհուրդ տվեց Մանվելին մնալ մի գիշեր հսկողության ներքո, բայց Մանվելը հրաժարվեց։ Նա ասաց, որ ունի կարևոր հանդիպումներ առավոտյան եւ չի կարող մնալ, շարունակում է Մարինեն։ Բայց այն, ինչ ինձ տպավորեց, եղավ նրա աչքերը։ Դրանք չէին սրտի հիվանդի աչքերը, դրանք էին վախեցած մարդու աչքերը, ով տեսել է կամ լսել ինչ-որ բան, որ նրան սարսափեցրել է։ Բժշկական փաստաթղթերը կարող են պատահական թվալ, բայց հաջորդ գրառումը լուսավորում է տարօրինակ նմանություն։ Մեկ ուրիշ բժշկական գրառում, այս անգամ հոգեբուժական հաստատությունից, ցույց է տալիս, որ Մանվելի եղբայրը Սերգեյ Գրիգորյանը նույնպես այցելեց բժիշկ հոկտեմբերի 29 թվականին։ Սերգեյը բողոքում էր անքնությունից եւ մտավոր անհանգստությունից։ Բժիշկը նշել է գրառման մեջ. Հիվանդը պատմում է, որ նրա ընտանիքը անցնում է դժվար ժամանակաշրջան եւ որ նա տառապում է կրկնվող սարսափելի երազներից։ Երբ հարցրին, թե ինչի մասին են այդ երազները, Սերգեյը հրաժարվեց պատասխանել։ Այս բժշկական փաստաթղթերը, որոնք մնացին թաքնված տարիներ շարունակ, բացում են մի նոր հարց։ Արդյոք Մանվելը գիտեր ինչ-որ բան սպարապետի սպանության մասին։ Արդյոք այդ սրտի խնդիրը, այդ սթրեսը, այդ անհանգստությունը պատահական էր, թե արդյունք որևէ տեղեկատվության, որը նա ստացել էր այդ դժբախտ օրը։ Վազգեն Սարգսյանի ընտանիքը պահպանեց բժիշկների զեկույցները, որոնք նկարագրում են նրա վերջին բժշկական զննումը 1 ամիս առաջ իր սպանությունից։ Այդ զեկույցները, որոնք հրապարակվեցին 20 տարի անց, ցույց են տալիս, որ սպարապետը տառապում էր քրոնիկ հոգնածությունից եւ բարձր ճնշումից։ Նրա անձնական բժիշկը դոկտոր Արամ Գեղամյանը նշել է. Հիվանդը աշխատում է ծայրահեղ ճնշման տակ եւ մերժում է հանգիստ վերցնել։ Նա պնդում է, որ նրա աշխատանքը չավարտված է եւ որ նա պետք է շարունակի մինչեւ ավարտին։ Բայց ամենահետաքրքիր մանրամասն գալիս է վերջին էջից։ Այնտեղ բժիշկը նշել է մի տարօրինակ նախադասություն։ Հիվանդը հարցրեց ինձ, թե արդյոք սրտի հարձակումը կարող է եկնել առանց նախազգուշացման։ Երբ պատասխանեցի այո, նա ժպտաց եւ ասաց. այնպես որ մենք երբեք չգիտենք, թե երբ է մեր վերջին օրը։ Այդ խոսքերը գրված 1 ամիս առաջ նրա մահից ձեռք են բերում նոր իմաստ այն լույսի ներքո, թե ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին։ Մարդու մարմինը չի ստում։ Երբ իշխանությունը մտնում է արյան մեջ, երբ վախը դառնում է օրական ուտելիք, երբ գաղտնիքները դառնում են ավելի ծանր, քան զինվորական տեխնիկան, մարմինը սկսում է խոսել։ 1999 թվականից հետո Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը դարձավ առեղծված, որը բժիշկները չէին կարող լիովին բացատրել։ Դոկտոր Վահագն Ավետիսյանը, ով բուժեց Մանվելին 2002-ից մինչև 2006 թվականները, պահպանել է մանրամասն բժշկական գրառումներ։ Այդ փաստաթղթերը, որոնք հրապարակվեցին 2018 թվականին դատական գործընթացի ժամանակ, բացահայտում են տարօրինակ օրինաչափություն։ Հիվանդը ցուցաբերում էր ֆիզիոլոգիական ախտանիշներ, որոնք բնորոշ են երկարատև սթրեսի եւ հոգեբանական ճնշման, գրում է դոկտոր Ավետիսյանը։ Նրա կորտիզոլի մակարդակը եղել է անընդհատ բարձր, նրա քունը խանգարված, եւ նա տառապում էր կրկնվող գլխացավերից, որոնք չէին արձագանքում ստանդարտ բուժմանը։ Բայց ամենահետաքրքիրը գալիս է 2004 թվականի մայիսի գրառումից։ Մանվելը ներկայացավ շտաբ բժշկական օգնության կեսգիշերին,
բողոքելով սրտի անկանոն զարկերից եւ շնչառության դժվարությունից։ Հիվանդը ասաց, որ տեսել է երազ, որտեղ Վազգեն Սարգսյանը կանգնած էր նրա անկողնու առջև եւ ցույց էր տալիս նրան փաստաթղթեր, արյունով գրված, նշում է դոկտոր Ավետիսյանը։ Երբ արթնացավ, նա չէր կարողանում շնչել եւ զգում էր, որ սիրտը դուրս է գալիս կրծքավանդակից։ Բացահայտեց ավելին։ Հոգեբույժ Նարինե Մկրտչյանը գրում է. «Պացիենտը ցուցաբերում է հետմարտական սթրեսային խանգարման PTSD ախտանիշներ, բայց ոչ այն տեսակի, որը սովորաբար տեսնում ենք մարտական վետերաններում։ Նրա վախերը կապված են ոչ թե ռազմաճակատի հետ, այլ հետևանքների հետ, իր արարքների, որոնք նա չի ցանկանում բացահայտել»։ 3 տարի անց 2007 թվականին Մանվելը կրկին հայտնվեց հիվանդանոցում։ Այս անգամ ախտորոշումը եղավ ավելի լուրջ՝ սուր գաստրիտ եւ սկզբնական փուլի խոց։ Բժիշկները նշեցին, որ նրա ստամոքսը լիտերալ ինքն իրեն էր ուտում սթրեսից։ Հիվանդը ապրում է անընդհատ լարվածության մեջ, գրում է գաստրոենտերոլոգ Արման Սարգսյանը։ Նրա մարմինը արտադրում է ավելորդ թթու, կարծես պատրաստվում է մշտական սպառնալիքի։ Սա ֆիզիոլոգիական արձագանք է հոգեբանական վախի նկատմամբ։ Բայց ամենամտահոգիչ բժշկական թե երբ է սկսվել այդ ախտանիշը, նա ասաց. «Երբ սկսեցին բացվել արխիվները», գրում է դոկտոր Գայանե Պետրոսյանը։ Երբ խորացա այդ թեմայի մեջ, հիվանդը փակվեց եւ հրաժարվեց շարունակել զրույցը։ Այս բժշկական փաստաթղթերը նկարագրում են մարդու, ով ապրում է անընդհատ վախի մեջ։ Բայց վախ ինչից։ Վախ բացահայտումից, վախ պատասխանատվությունից, թե վախ ինչ-որ ավելի խորը բանից, որը նա երբեք չբացահայտեց նույնիսկ իր բժիշկներին։ 2014 թվականին, երբ Մանվելի տունը խուզարկվեց առաջին անգամ, նրա անձնական բժիշկը դոկտոր Ավետիսյանը տվեց հարցազրույց մի անկախ լրատվական գործակալությանը։ «Ես բուժեցի Մանվել Գրիգորյանին 12 տարի», ասաց նա։ «Այդ տարիների ընթացքում ես տեսա մարդու, ով դանդաղորեն քայքայվում էր ներսից։ Նրա մարմինը պատմում էր պատմություն, որը նրա բերանը երբեք չասաց։ Դա էր պատմություն մեղքի, վախի եւ չբացահայտված գաղտնիքների մասին»։ Բժիշկները կարող են չգիտեն ճշգրիտ պատճառները, բայց նրանք գիտեն արդյունքները։ Մանվել Գրիգորյանի մարմինը դարձել էր ապացույց այն բանի, որ իշխանություն, հարստությունը եւ գաղտնիքները ունեն գին։ Եվ այդ գինը վճարվում է ոչ թե դրամով, այլ առողջությամբ, հանգստությամբ եւ վերջապես ազատությամբ։ 2014 թվականի ապրիլի 12-ին, երբ հատուկ ծառայությունների ջոկատները մտան Մանվել Գրիգորյանի ապարանքը էջմիածնում, դրանք չէին սպասում գտնել այն, ինչ գտան։ Պաշտոնական զեկույցը խոսում է 355 միավոր զինվորական տեխնիկայի, 5275 միավոր ձեռքի զենքի եւ անհամար քանակի այլ գույքի մասին։ Բայց թվերը չեն պատմում ամբողջ պատմությունը։ Գնդապետ Արթուր Վարդանյանը, ով ղեկավարում էր խուզարկությունը, պահպանել է մանրամասն ձեռագիր նշումներ այն օրվա մասին։ Այդ նշումները, որոնք հրապարակվեցին 2019 թվականին, բացահայտում են տարօրինակ մանրամասներ։ Երբ մենք մտանք գլխավոր շենքը, առաջին բանը, որ տպավորեց մեզ, եղավ կարգը, գրում է Վարդանյանը։ Սա չէր խառնաշփոթ կամ անկազմակերպ հավաքածու։ Ամեն ինչ կազմակերպված էր ճշգրիտ, ըստ տեսակի, ըստ տարեթվի, ըստ ծագման։ Կային պիտակներ, ցուցակներ, նույնիսկ լուսանկարներ յուրաքանչյուր իրի համար։ Բայց ամենահետաքրքիրը գտնվում էր ստորգետնյա պահեստում։ 3 սենյակ, որոնք փոխակերպված էին անձնական թանգարանի, պարունակում էին իրեր, որոնք պատմում էին պատմություն։ Հին զինվորական համազգեստներ, որոնց վրա դեռ տեսանելի էին արյան հետքեր։ Անձնական իրեր, ժամացույցներ, մատանիներ, լուսանկարներ, որոնք պատկանել էին մարդկանց, ովքեր երբեք չվերադարձան իրենց տները։ Եվ փաստաթղթեր, հարյուրավոր փաստաթղթեր, որոնք նկարագրում էին գործարքներ, փոխանցումներ, ձեռքբերումներ։ Մենք գտանք մի ամբողջ արխիվ, շարունակում է Վարդանյանը։ Մանվելը պահպանել էր ամեն ինչի գրառումները, ամեն մեքենա, ամեն զենք, ամեն իր, որ նա հավաքել էր պատերազմի ընթացքում։ Կային նույնիսկ լուսանկարներ, նրա եւ նրա մարդկանց, ովքեր բեռնում էին բեռնատարներ լքված տներից։ Կարծես նա ուզում էր ապացույց պահպանել իր հաջողությունների մասին։ Բայց ամենամտահոգիչ գտածոն եղավ մի փոքրիկ տետր, թաքնված մի անվտանգ տուփի մեջ։ Այդ տետրը, որը հիմա պահվում է որպես ապացույց, պարունակում է ձեռագիր գրառումներ, թվականներով, անուններով եւ գումարներով։ Դատախազ Գևորգ Կոստանյանը, ով վերլուծեց այդ տետրը, նկարագրում է դրա բովանդակությունը որպես ֆինանսական օրագիր մի մարդու, ով վարում էր զուգահեռ տնտեսություն պատերազմի ստվերներում։ Այնտեղ էին գրառումներ 1992-ից մինչև 2012, բացատրում է Կոստանյանը։ Յուրաքանչյուր էջ նկարագրում էր գործարք,
ինչ էր վերցված, որտեղից եւ ինչ էր արվել դրա հետ։ Որոշ գրառումներ պարզ էին. 10 մեքենա, Ստեփանակերտ, վաճառված Երևանում։ Ուրիշները ավելի խորհրդավոր, հատուկ բեռ, հյուսիսային ուղություն, վճարված կանխիկ։ Բայց ամենահետաքրքիր գրառումը գտնվում էր տետրի վերջին էջում, թվական 1999 թվականի հոկտեմբերի 26։ Մեկ օր առաջ սպարապետի սպանությունից։ Գրառումը կարճ էր։ Վերջին փոխանցում ավարտված։ Ամեն ինչ անվտանգ տեղում։ Աստված օրհնի մեզ բոլորիս։ Երբ քննիչները փորձեցին վերցանել այդ գրառումը, նրանք բախվեցին պատի։ Մանվելը հրաժարվեց բացատրել դրա իմաստը։ Նրա իրավաբանները պնդեցին, որ դա անձնական նշում է, որը չունի իրավական նշանակություն։ Բայց քննիչները չհանձնվեցին։ Նրանք սկսեցին հետազոտել բանկային գրառումները, եւ այնտեղ նրանք գտան ինչ-որ բան։ 1999 թվականի հոկտեմբերի 26-ին մեծ գումար փոխանցվեց Մանվելի անձնական հաշվից դեպի անհայտ ընկերություն, որը գրանցված էր օֆշորային գոտում։ Գումարը 2.850.000 ԱՄՆ դոլար։ Այդ ընկերությունը գոյություն ուներ միայն 6 ամիս եւ փակվեց 1999 թվականի դեկտեմբերին առանց որևէ հետագա գործունեության։ Մենք փորձեցինք հետևել այդ գումարին, պատմում է ֆինանսական քննիչ Անի Գրիգորյանը։ Բայց հետքը կորավ Կիպրոսում։ Ընկերությունը գրանցված էր կեղծ անուններով եւ բանկային գրառումները ոչնչացված էին։ Մենք երբեք չիմացանք, թե ում էր ուղղված այդ գումարը կամ ինչի համար էր այն։ Բայց արխիվները պարունակում էին ավելին, քան ֆինանսական գրառումներ։ Կային նաեւ նամակներ, տասնյակ նամակներ, որոնք Մանվելը ստացել էր տարբեր մարդկանցից։ Որոշ նամակներ էին շնորհակալության։ Շնորհակալություն ձեր օգնության համար մեր ընտանիքին։ Ուրիշները սպառնալիքի։ Դուք վերցրել եք այն, ինչ մեզ չի պատկանում, Աստված ձեզ կպատժի։ Մի հատուկ նամակ, գրված 1995 թվականին, առանձնանում էր մնացածներից։ Այն գրված էր հայերենով, բայց ոճը եղավ պաշտոնական, գրեթե զինվորական։ Հարգելի գեներալ Գրիգորյան, ձեր արարքները չեն մնում անտեսված։ Կան մարդիկ, ովքեր հետևում են ձեզ եւ գրառում են ամեն ինչ։ Օրը կգա, երբ դուք պետք է պատասխան տաք։ Այդ օրը մոտ է։ Ստորագրություն չկար, բայց ձեռագիրը վերլուծվեց։ Փորձագետները հաստատեցին, որ այն համապատասխանում էր Վազգեն Սարգսյանի ձեռագրին։ Երբ այդ նամակը ներկայացվեց դատարանում, Մանվելի արձագանքը եղավ տարօրինակ։ Նա չհերքեց դրա իսկությունը, բայց նաև չհաստատեց։ Նա պարզապես ասաց. «Սպարապետը մեծ մարդ էր։ Նա ուներ իր կարծիքը ինձ մասին։ Ես հարգում եմ դրան»։ Բայց արխիվների ամենախորը գաղտնիքը դեռ չէր բացահայտված։ Քննիչները գտան մի թաքնված սենյակ, ստորգետնյա պահեստի ամենախորը անկյունում։ Այդ սենյակը, որը բացվում էր միայն հատուկ բանալիով, պարունակում էր մի փոքրիկ սեղան, մի աթոռ եւ մի պահարան։ Պահարանի ներսում կային 3 իրեր՝ մի հին լուսանկար, մի զինվորական մեդալ եւ մի ծրար, կապված կարմիր ժապավենով։ Լուսանկարը ցույց էր տալիս 2 մարդկանց՝ երիտասարդ Մանվելին եւ երիտասարդ Վազգենին, կանգնած միասին ռազմաճակատում։ Նրանք ժպտում էին, նրանց ձեռքերը միմյանց ուսերին։ Լուսանկարի հետևում գրված էր Ստեփանակերտ 1992 եղբայրներ զենքով։ Մեդալը եղավ մարտական ծառայության համար պարգև, որը տրվել էր Մանվելին 1992 թվականին։ Բայց ամենահետաքրքիրը եղավ ծրարը։ Ներսում կային 12 նամակ, բոլորը գրված Վազգեն Սարգսյանի ձեռքով։ Այդ նամակները, որոնք թվագրված էին 1992-ից մինչև 1994, պատմում էին պատմություն բարեկամության, որը դանդաղորեն փոխակերպվեց թշնամությունի։ Առաջին նամակները ջերմ էին. «Հարգելի Մանվել, շնորհակալություն քո ծառայության համար, դու ես իսկական հայրենասեր»։ Բայց հետագա նամակները դառնում էին ավելի սառը. «Մանվել, ես լսել եմ հրացանոթաձևեր քո գործողությունների մասին, մենք պետք է խոսենք»։ Վերջին նամակը, գրված 1994 թվականի սեպտեմբերին, եղավ կարճ եւ սառը. «Մանվել, մեր ճանապարհները բաժանվել են։ Ես չեմ կարող աջակցել քո ընտրած ուղուն։ Աստված քեզ հետ»։ Երբ այդ նամակները հրապարակվեցին, ամբողջ Հայաստանը սարսափեց։ Սպարապետը, ազգային հերոսը, գրել էր այդ խոսքերը մարդուն, ով հիմա կանգնած էր դատարանում մեղադրյալ որպես։ Եվ Մանվելը պահպանել էր այդ նամակները, թաքցնելով դրանք իր ամենագաղտնի տեղում։ Կարծես դրանք էին թանկագին գանձ կամ անտանելի բեռ։ Արխիվները խոսեցին, բայց նրանց խոսքը եղավ ավելի բարդ, քան ցանկացած մեկը կարող էր պատկերացնել։
2018 թվականի հուլիսի 20-ին, երբ դատավորը կարդաց վճիռը, Մանվել Գրիգորյանը կանգնած էր դատարանի դահլիճում անշարժ, նրա դեմքը դիմակի պես։ Մեղավոր, հափշտակության, ապօրինի զենք պահելու եւ պետական գույքի յուրացման մեջ։ Դատավորի ձայնը հնչում էր սառը եւ պաշտոնական, բայց դահլիճում նստած մարդիկ զգում էին, որ սա ավելին էր, քան պարզ դատավճիռ։ Սա էր պատասխանը հարցին, որը Հայաստանը տառապում էր տարիներ շարունակ։ 2018 թվականի հուլիսի 20-ից հետո Մանվել Գրիգորյանի կյանքը փոխվեց անդառնալիորեն։ Բանտը, որտեղ նա տեղափոխվեց, գտնվում էր Երևանի Արվարձանում, մի հին շենք, որը կառուցվել էր դեռևս խորհրդային ժամանակներում։ Բայց Մանվելի համար ամենադժվարը չէր ֆիզիկական պայմանները, դա էր լռությունը։ Նրա խցում համար 17 չափում էր 3 մետր 2 մետրի։ Մի նեղ անկողին, մի փոքրիկ սեղան, մի աթոռ։ Պատուհանը բարձր էր, չափազանց բարձր, որ տեսնել արտաքին աշխարհը։ Բայց Մանվելը չէր նայում դեպի պատուհանը։ Նա նստում էր իր սեղանի առջև ժամերով, նայելով դատարկ պատին, կարծես այնտեղ գրված էր ինչ-որ անտեսանելի տեքստ, որը միայն նա կարող էր կարդալ։ Բանտի հոգեբույժ Սոնա Ավագյանը, ով այցելում էր Մանվելին ամեն 2 շաբաթը մեկ, պահպանել է մանրամասն նշումներ նրան զրույցների մասին։ Առաջին ամիսները նա լիովին լռում էր, գրում է Սոնան։ Նա պատասխանում էր միայն այո կամ ոչ։ Երբ հարցնում էի, թե ինչպես է զգում, նա ասում էր լավ եմ, բայց նրա աչքերը պատմում էին ուրիշ բան։ Դրանք էին դատարկ, կարծես նա արդեն մեռած էր ներսից։ Բայց 6 ամիս անց ինչ-որ բան փոխվեց։ 2019 թվականի հունվարին Մանվելը սկսեց խոսել։ Ոչ շատ, ոչ մանրամասն, բայց բավարար, որ Սոնան հասկանար, նա պատրաստվում էր ինչ-որ բանի։ Նա սկսեց հարցնել իմ մասին, հիշում է Սոնան։ Ինչպիսին է իմ ընտանիքը, ունեմ արդյոք երեխաներ, ինչ եմ անում ազատ ժամանակ։ Սկզբում կարծեցի, որ նա պարզապես միայնակ է եւ ուզում է զրուցել, բայց հետո հասկացա, նա փորձում էր հասկանալ, թե արդյոք կարող է վստահել ինձ։ 2019 թվականի մարտի 15-ին Մանվելը խնդրեց Սոնային բերել մի տետր եւ գրիչ։ Ես ուզում եմ գրել, ասաց նա, ոչ իմ պաշտպանության համար, ոչ դատարանի համար։ Ես ուզում եմ գրել ինձ համար։ Սոնան համաձայնվեց, եւ հաջորդ 3 ամիսների ընթացքում Մանվելը լցրեց 216 էջ։ Այդ տետրը, որը հիմա պահվում է որպես անձնական փաստաթուղթ, երբեք չի հրապարակվել ամբողջությամբ։ Բայց Սոնան, ով կարդաց դրա մի մասը Մանվելի թույլտվությամբ, նկարագրում է դրա բովանդակությունը որպես խոստովանություն առանց ապաշխարության։ Նա գրեց իր կյանքի մասին, սկսած մանկությունից մինչև բանտ, բացատրում է Սոնան։ Բայց ամենահետաքրքիրը եղավ այն, ինչ նա գրեց Վազգեն Սարգսյանի մասին։ Տետրի 50-րդ էջում Մանվելը գրում է. «Սպարապետը եղավ միակ մակմարդը, ով տեսավ իմ իսկական դեմքը։ Ոչ հերոսի դեմքը, որը ժողովուրդը ուզում էր տեսնել, ոչ գեներալի դեմքը, որը զինվորները հարգում էին։ Նա տեսավ այն մարդուն, ով ես իսկապես էի։ Մեկին, ով վախենում էր չունենալուց, ով պատրաստ էր ամեն ինչ անել, որ երբեք չվերադառնար այն աղքատությանը, որտեղ ծնվել էր»։ Ավելի ուշ 70-րդ էջում նա շարունակում է. «Երբ Սպարապետը մերժեց ձեռք սեղմել ինձ հետ 1994 թվականին, ես հասկացա, որ կորցրել եմ ավելին, քան նրա հարգանքը։ Ես կորցրել էի իմ վերջին հնարավորությունը լինել այն մարդը, ով կարող էի լինել։ Այդ օրվանից ես ընտրեցի ուրիշ ճանապարհ, որը տանում էր այստեղ, այս խցում, այս միայնությանը»։ Բայց ամենամտահոգիչ գրառումը գտնվում է 140-րդ էջում։ Այնտեղ Մանվելը գրում է մի բան, որը Սոնան նկարագրում է որպես գրեթե խոստովանություն։ 1999 թվականի հոկտեմբերի 26-ին ես ստացա հեռախոսազանգ։ Ձայնը ծանոթ էր, բայց ես չեմ ասի, թե ով էր։ Այդ մարդը ասաց ինձ, որ հաջորդ օրը ինչ-որ բան կտեղի ունենա, ինչ-որ բան, որը կփոխի ամեն ինչ։ Նա ասաց, որ ես պետք է լռեմ, պետք է մնամ հեռու, պետք է մոռանամ այդ զրույցը։ Ես հարցրի, ինչի մասին է խոսքը։ Նա ասաց, դու կիմանաս վաղը, եւ երբ իմանաս, հիշիր, դու ոչինչ չգիտես։ Երբ Սոնան կարդաց այդ գրառումը, նա անմիջապես զեկուցեց բանտի վարչությանը։ Քննիչները եկան հարցաքննելու Մանվելին, բայց նա հրաժարվեց ավելացնել որևէ բան։ Դա ընդամենը հիշողություն է, ասաց նա։ Ես չեմ հիշում, թե ով զանգահարեց, ես չեմ հիշում, թե ինչ ճիշտ ասվեց։ Դա եղավ երկար ժամանակ առաջ։ Քննիչները փորձեցին վերլուծել նրա հեռախոսային գրառումները այդ ժամանակաշրջանից, բայց բոլոր 5 գրառումները ոչնչացված էին։
Նրանք հարցաքննեցին Մանվելի ընտանիքի անդամներին, բայց ոչ ոք չհիշում էր որևէ տարօրինակ զանգ։ Հետքը կորավ, ինչպես միշտ։ Մինչ Մանվելը նստում էր բանտում, նրա ընտանիքը դիմագրավում էր սեփական դժոխքը։ Նրա կինը Հերմինեն եւ նրանց երկու որդիները Մովսեսը եւ Նարեկը հայտնվեցին հանրային ատելության կենտրոնում։ Նրանց տունը Էջմիածնում, որը մի ժամանակ համարվում էր հպարտության խորհրդանիշ, դարձավ ամոթի հուշարձան։ Հերմինե Գրիգորյանը, ով ամուսնացել էր Մանվելի հետ 1988 թվականին, երբեք չտվեց հրապարակային հարցազրույց։ Բայց նրա մերձավոր ընկերուհին Լուսինե Մարտիրոսյանը, ով ճանաչում էր նրան 40 տարի, համաձայնվեց խոսել նրա անունից։ Հերմինեն ոչնչացված էր, պատմում է Լուսինեն։ Նա սիրում էր Մանվելին անկախ ամեն ինչից։ Նա հավատում էր, որ նա լավ մարդ է, որ նա արեց այն, ինչ պետք էր անել պատերազմում։ Բայց երբ բացահայտվեցին բոլոր այդ բաները, զենքերը, գույքը, փաստաթղթերը, նա չկարողացավ ժխտել ճշմարտությունը։ 2018 թվականի օգոստոսին Հերմինեն փորձեց ինքնասպանություն գործել։ Նա խմեց մեծ քանակությամբ հանգստացնող դեղեր եւ գտնվեց իր անկողնում, անգիտակից։ Նրա որդին Նարեկը գտավ նրան եւ անմիջապես կանչեց շտապ օգնություն։ Բժիշկները փրկեցին նրան, բայց հոգեբանական վնասը մնաց։ Նա ասաց ինձ հետո, որ չէր կարող ապրել այդ ամոթի հետ, շարունակում է Լուսինեն։ Ոչ թե ամոթ Մանվելի արարքների համար, այլ ամոթ այն բանի համար, որ նա չտեսավ դրանք։ Նա ապրել էր այդ տանը, օգտագործել էր այդ իրերը, վայելել էր այդ կյանքը, երբեք չհարցնելով, թե որտեղից են դրանք եկել։ Եվ այդ ամոթը սպանում էր նրան ավելի, քան ցանկացած դատավճիռ։ Մովսես Գրիգորյանը, ավագ որդին, ընտրեց ուրիշ ճանապարհ։ Նա հրապարակավ, պաշտպանեց իր հորը, տվեց հարցազրույցներ, որտեղ պնդում էր, որ Մանվելը անմեղ է, որ նա զոհ է քաղաքական հետապնդման։ Բայց նրա խոսքերը հնչում էին դատարկ, նույնիսկ նրա ամենամոտ ընկերների համար։ Մովսեսը փորձում էր հավատալ իր սեփական խոսքերին, ասում է Արման Հովանեսյանը, ով սովորել է Մովսեսի հետ համալսարանում։ Բայց ես տեսնում էի նրա աչքերում կասկածը։ Նա գիտեր ճշմարտությունը, բայց չէր կարող ընդունել դրան։ Որովհետև եթե ընդուներ, դա նշանակում էր ընդունել, որ նրա ամբողջ կյանքը կառուցված էր ստի վրա։ Նարեկ Գրիգորյանը, կրտսեր որդին, ընտրեց լռությունը։ Նա հեռացավ հանրային կյանքից, փոխեց իր անունը, տեղափոխվեց ուրիշ քաղաք։ Նրա մասին հայտնի է շատ քիչ բան, բայց նրա նախկին դասընկերուհին Անի Պետրոսյանը հիշում է նրանց վերջին զրույցը։ Նարեկը ասաց ինձ, որ նա ատում է իր ազգանունը, պատմում է Անին։ Նա ասաց, որ ամեն անգամ, երբ լսում է Գրիգորյան, նա զգում է ամոթ։ Ոչ թե ամոթ իր հոր համար, այլ ամոթ իր սեփական համար, որ նա վայելել է այն կյանքը, որը ստացվել էր ուրիշների տառապանքից։ Նա ասաց, որ երբեք չի ներում իր հորը, բայց նաև երբեք չի ներում իր ինքը, որ չտեսավ, չհարցրեց, չկանգնեցրեց։ Ընտանիքի ամենածանր բեռը, սակայն, կրում էր Մանվելի քույրը, Սիրանուշ Գրիգորյանը։ Նա եղավ միակը, ով համաձայնվեց տալ մանրամասն հարցազրույց 2020 թվականին։ Այդ հարցազրույցը, որը տևեց 3 ժամ, բացահայտեց ընտանիքի ներքին դրամատիկան։ Մանվելը միշտ էր տարբեր, սկսում է Սիրանուշը։ Նույնիսկ երեխա ժամանակ նա ուներ այդ հրդեհը ներսում, ցանկություն լինել ավելին, ունենալ ավելին, լինել ճանաչված։ Մեր ընտանիքը աղքատ էր, մեր հայրը աշխատում էր գործարանում, մեր մայրը կարում էր տանը։ Մանվելը տեսավ այդ աղքատությունը եւ որոշեց, որ երբեք չի վերադառնա դրան։ Նա շարունակում է. Երբ սկսվեց պատերազմը, Մանվելը գտավ իր տեղը։ Նա դարձավ հերոս։ Մարդիկ հարգում էին նրան, վախենում էին նրանից։ Բայց ինչ-որ բան փոխվեց նրա մեջ։ Նա սկսեց հավատալ, որ նա արժանի է ամեն ինչի, որ նա կարող է վերցնել այն, ինչ ուզում է, որովհետև նա կռվում էր հայրենիքի համար։ Եվ երբ ոչ ոք չկանգնեցրեց նրան, նա շարունակեց։ Սիրանուշը լացում է, երբ հիշում է իր վերջին զրույցը Մանվելի հետ, մինչև նրա ձերբակալությունը։ Ես հարցրի նրան. Մանվել, արդյոք դու հասկանում ես, թե ինչ ես արել։ Նա նայեց ինձ եւ ասաց. Ես արեցի այն, ինչ պետք էր անել, ապրելու համար։ Ես ասացի. բայց դու ապրեցիր ուրիշների հաշվին։ Նա լռեց երկար, ապա ասաց. պատերազմում բոլորը ապրում են ուրիշների հաշվին։ Ես պարզապես ավելի ազնիվ էի դրա մասին։Ոսկիթ խոսքերը հետապնդում են Սիրանուշին մինչև այսօր։ Նա չէր տեսնում տարբերությունությունը, ասում է նա։ Նա չէր հասկանում, որ կա տարբերություն կռվելու եւ թալանելու միջև։ Կամ գուցե նա հասկանում էր, բայց ընտրեց անտեսել դրան։ Եվ այդ ընտրությունը ոչնչացրեց ոչ միայն նրան, այլ նաև մեզ բոլորիս։ 2020 թվականի փետրվարի 12-ին, երբ COVID-19 համաճարակը սկսեց տարածվել Հայաստանում, բանտերը մտան խիստ կարանտին։ Այցելությունները արգելվեցին, հոգեբույժների այցերը դադարեցվեցին։ Մանվել Գրիգորյանը մնաց իր խցում, ամբողջովին մեկուսացած արտաքին աշխարհից։
Բայց մարտի 20-րդին նա ստացավ հատուկ թույլտվություն, մեկ վերջին այցելություն։ Այցելուն եղավ հոգևոր Հայր Գրիգոր Մարտիրոսյանը, ով ծառայում էր Բանտի եկեղեցում։ Այդ հանդիպումը, որը տևեց 2 ժամ, մնաց գաղտնի մինչև 2022 թվականը, երբ Հայր Գրիգորը որոշեց խոսել։ Մանվելը խնդրեց ինձ գալ, որովհետև ուզում էր խոստովանել, պատմում է Հայր Գրիգորը։ Ոչ իրավական խոստովանություն, այլ հոգևոր։ Նա ասաց, որ զգում է, թե մահը մոտենում է եւ ուզում է մաքրել իր հոգին մինչև վերջը։ Հայր Գրիգորը չի կարող բացահայտել խոստովանության մանրամասները հոգևոր գաղտնիության պատճառով, բայց նա կիսվում է ընդհանուր տպավորություններով։ Մանվելը խոսեց 2 ժամ անընդհատ, ասում է նա։ Նա պատմեց իր կյանքի մասին, իր ընտրությունների մասին, իր մեղքերի մասին, բայց ամենահետաքրքիրը եղավ այն, ինչ նա ասաց Վազգեն Սարգսյանի մասին։ Հայր Գրիգորը դադար է անում, ապա շարունակում։ Նա ասաց, որ սպարապետը եղավ միակ մարդը, ով իսկապես հասկացավ նրան։ Ոչ թե դատեց, ոչ թե ատեց, այլ զալ հասկացավ։ Նա ասաց, որ սպարապետը տեսավ նրա մեջ այն, ինչ նա ինքը չէր ուզում տեսնել, մարդու, ով կորցրել էր իր ճանապարհը։ Եվ սպարապետը փորձեց օգնել նրան գտնել այդ ճանապարհը, բայց Մանվելը հրաժարվեց։ Հայր Գրիգորը հիշում է Մանվելի վերջին խոսքերը այդ հանդիպման ժամանակ։ Նա ասաց. «Հայր, ես չեմ ուզում ներում, ես չեմ արժանի դրան։ Ես ուզում եմ միայն, որ մարդիկ իմանան ճշմարտությունը, ոչ թե այն ճշմարտությունը, որը դատարանը գտավ, այլ իսկական ճշմարտությունը, որ ես եղա թույլ մարդ, ով ընտրեց հեշտ ճանապարհը եւ այդ ընտրությունը ոչնչացրեց ամեն ինչ, ինչ ես սիրում էի»։ 2022 թվականի հունիսի 18-ին Մանվել Գրիգորյանը մահացավ Բանտային հիվանդանոցում։ Պաշտոնական պատճառը եղավ սրտի անբավարարություն։ Նրան էր 66 տարեկան։ Նրա մահվան լուրը տարածվեց արագ, բայց հանրային արձագանքը եղավ խառը։ Որոշները տխրեցին հիշելով նրան որպես պատերազմական հերոս, ով պաշտպանեց Արցախը։ Ուրիշները ուրախացան, տեսնելով արդարությունը, որը վերջապես հասավ մարդուն, ով թալանել էր իր սեփական ժողովրդին։ Բայց մեծամասնությունը պարզապես անտարբեր էր։ Մանվել Գրիգորյանը դարձել էր անցյալի մաս, մի պատմություն, որը մարդիկ ուզում էին մոռանալ։ Նրա թաղումը տեղի ունեցավ Էջմիածնում, փակ արարողությամբ, որին մասնակցեցին միայն ընտանիքի անդամները։ Պաշտոնական ներկայացուցիչներ չկային, զինվորական պատիվներ չտրվեցին։ Մանվել Գրիգորյանը թաղվեց լուռ, ինչպես նա ապրել էր իր վերջին տարիները, մեկուսացված, մոռացված եւ միայնակ։ Այսօր, երբ դուք քայլում եք Երևանի փողոցներով, դուք կարող եք